Ես այսօր ուզում եմ կիսվեմ ձեր հետ մի քանի անգամ այսպես ստացվա, որ Աստված հետաքրքիր sense ուղղություն տվեց, որ եկեղեցում խոսում էինք, եթե հիշեք, ես խոսում էի թե ով ես դու, որ մի անգամ տենց դրա մասին թեմա էր տենց եկա, որ մենք պետք է իմանանք ով ենք մենք, լավ, եւ դա շատ կարևոր է իրականում, որ մեզանց յուրաքանչյուրը չապրենք ելնելով նրանից, թե մենք այս աշխարհում ինչ ունենք, ինչ չունենք, կամ ինչ ստատուս ունենք, ինչ ստատուս չունենք, մենք պետք է իմանանք ով ենք մենք, որ հասկանանք, թե Աստծո ստեղծագործություն ով ենք, եւ թե Աստծուց ծնված ով ենք, եւ թե ինչպես մարդ ով ենք, որ կարողանանք գործենք։ Հետո ես խոսում եմ, թե ում համար ես դու այս աշխարհում, հա։ Այդպիսի թեմա էլ ունեցանք, որ Տերը տենց ուղղակի ուզեց այդ բանը մենք խոսենք, բարձրացնենք ու գիտեք, երբ որ մենք հասկանում ենք, որ մենք այս աշխարհում մեր համար չենք, ապա մենք գտնում ենք ում համար ենք, որ կարողանանք օգնություն ու օրհնություն լինենք, ամեն, որովհետև դու պատահական չես այս աշխարհում, դու ինչ-որ մեկի համար ես այս աշխարհում, ու քանի որ դու ինչ-որ մեկի համար ես, դու չես կարա քո վրա կենտրոնացած կյանքով, գիտեք, հենց մարդիկ իրենց վրա կենտրոնացած են, շատ խոցելի են դառնում, կողոպտվում են, այս աշխարհը ամեն բան անում է, որ դու քո վրա կենտրոնացած լինես, բայց երկինքն էլ ամեն բան անում է, որ դու կենտրոնացած լինես Հիսուսի վրա եւ ինչ որ մեկի վրա, որին դու պետքա փրկես, հասնես, ազատագրես, մի խոսքով Աստծո քաղցրություն ցույց տաս։ Ես այսօր խոսալու եմ, թե ում ունես դու քո կյանքում։ Մյուս կիրակի խոսամ, թե ինչ ունես նրանում։ Շատ կարևոր է այս թեմաները, ինչի, որովհետեւ ես նկատում եմ, որ մենք ոնց որ շատ սովորականի պես ենք դառնում հաճախակի այն մեկի նկատմամբ, ում որ մենք ունենք, երբ որ դու ում ունես, այս թեման կարողանաս վերցնես քո սրտի մեջ, հավատում եմ, շատ հետաքրքիր բաներ կկատարվի։ Մենք այսօր խոսել ենք, թե ում ունես։ Շատ հետաքրքիր վերնագիր է։ Հարց ում ունես։ Դու պետքա միշտ մտածես, թե դու ում ունես քո սրտում, ում ունես քո կյանքում։ Մի հետաքրքիր դեպք հիշեցի, sense մտքիս մեջ եկավ, չգիտեմ, ընդհանրապես չէի հիշում դրա մասին, թե որտեղից եկավ մտքիս մեջ, ես ապշած եմ մնացել, որ Աստված ուզում է ուրեմն ինչ-որ մի բան հասցնի իր ժողովրդին։ Երեկվանից, մյուս օրվանից կարեմ ասեմ, մի 30 տարի այդ ձևի միտք էլ չեմ ունեցել, բայց այս միտքը շատ ուժեղ այս պահին եկավ ծառայության ժամանակ, որ Տերը հիշեցրեց, որ մի օր իմ փոքր աղբերը մեր վերևի հարևանի երեխու հետ ոնց որ իրար հասակակից էին, մի տարի մեկը մյուսից փոքր էր, աղբերս մի տարի մեծ էր այդ մեկից, վերջը մեկը 6 տարեկան էր, մեկը 5 տարեկան էր, ու իրանք հելել էին տնից թաքուն գնացել էին, այսինքն դուրսը խաղացել էին, թե հետո մտնելով ինչ էր անցել, գնացել են նստել էին ավտոբուս, ու մարշրուտկեն մեր մոտից գնացել էր, հասել էր Հրազդան այն հին շուկայի մոտ, ու արդեն մի ժամը, 2 ժամը երեխեք չկան, մաման անհանգստացել է, բայց վերևի հարևան էլ չի անհանգստացել, որ ասում է ոչինչ, ռուսեր էլի։ Ռուսները մի քիչ այդքան չեն անհանգստանում իրանք, ասում են ոչինչ ընկել է կլինի էլի։ Այդ մտածմունքը մեր հայերին այդքան էլ բնորոշ չի։ Մենք հայերը շատ անհանգստացող ժողովուրդ ենք։ Երբ որ մի բան հանկարծ այնպես շինի, մի անգամից անհանգստանում ենք։ Վերջը մամաս բայց անհանգստացած, ասում է, բայց կորել են, չեն կարողանում գտնել, կորել են իրականում։ Գնացել են, պատկերացեք, ամբողջ Հրազդանը անեն եկի մի քանի կռու, քանի որ իրանք նստել էին, այդ նստարանի հետևից իրանք չէին երևում, վարորդն էլ չէր նկատել, որ ընդ երեխա կա նստած։ Ու պատկերացեք մի քանի կռուկ, իրանք սեզման են եկել պատանից դուրս նայել են, ուրախ, զվարթ, կորածը չգիտի, որ ինքը կորած է, մենք պետքա հասկանանք, գիտեք, ու ամենահետաքրքիրը, երբ որ ինչ-որ մեկը իրանց տեսնում է, ու իրանց ասում է, ձեր ծնողները որտեղ են, ծնող ունեք։ Դե եթե ասեն ծնող չունենք, էլի որբ են ուրեմն։ Բայց որ ունեն, ասում են ունենք, բա որտեղ են ապրում, գիտես որտեղ ես ապրում, իրանք գիտեն ես ինչ տեղում, մի խոսքով մի հատ մարդ վերցնում է, այս երկու երեխեքին բերում է հասցնում է տուն։ Ու այդ երեխեքը այդտենց էլ չհասկացան, որ իրանք կորած էին, մենակ տանջվեցին կորածի տերվանք։ Ես ճիշտ ասած, թե ինչի համար Աստված այս պահին հիշեցրեց, ես չգիտեմ, բայց ուզում եմ, որ դուք Աստծո սիրտը իմանաք։ Դուք պետք է իմանաք այն մեկին ում ունեք, եթե դուք իր սիրտը չհասկացաք, դուք բաց կթողեք շատ բաներ։ Գիտեք ինքան հետաքրքիր ում ունենք, ինքը ծնող է, մենք պետք է իմանանք, ինքը ծնող է, այդ ծնողը ինքը հազար ու մի տանջանք ունի կորածների համար։
Բայց մի օր մեկ ասեց, Աստված sense բարկացած, Աստված sense բարկացած է։ Ես էլ ասեցի, գիտեք մի հատ բան ասեմ։ Մինչև դու Աստծո ուրախություն չհասկանաս, երբեք Աստված թույլ չի տա, որ դու իր բարկությանը հանդիպես։ Մի քեզ պահի իբր Աստծո բարկությանը հանդիպել ես։ Եթե Աստծո բարկությանը հանդիպես, դու պետք է հիմա այդպես աշխարհ փրկես։ Բայց Աստված իր բարկությանը ոչ մեկին չի հանդիպեցնում, որտեղ իր բարկությանը մենակ մեկը կար որ հանդիպեց, գիտեք ով։ Դա Հիսուսն էր։ Ամբողջ Աստծո բարկության պատիժը եկավ Հիսուսի վրա։ Դրա համար երբեք չմտածես անկար քեզ թույլ չտաս մեծամիտ մտքեր, գաղափարներ, որ դու իբր կարաս Աստծո բարկությունը հանդիպես Աստծո բարկությանը։ Աստծո բարկությանը բացի Հիսուսից ոչ մեկի վիճակի չի հանդիպելու։ Աստված մի բան արել, որ դու իր սիրուն հանդիպես։ Դրա համար էլ պետք է Աստծո սերը բերես մարդկանց, ոչ թե Աստծո բարկությունը։ Աստծո բարկությունը որդուն է մենակ տրված, որ օրերից մի օր կբերի բոլոր իրան մերժողների վրա։ Թեպետ դա շատ ցավոտ կլինի շատերի համար։ Բայց ուզում եմ այսօր մենք իմանանք ում ունենք մեր կյանքում։ Տեր ուղղակի ուզում է, որ մենք ուշադրություն դարձնենք նրան, ում ունենք։ Որովհետև ամբողջը սրանից է ստացվում։ Երբ որ գիտեք, մենք գիտակցենք, թե ում ունենք, մենք կսկսենք վայելել, ճաշակել, հարաբերվել, հաղորդակցվել, բայց երբ որ մենք հանկարծ մոռանում ենք ում ունենք, շատ երեխեք, երբ որ մոռանում են, որ ծնողներ ունեն, իրանք դադարում են իրենց ծնողների հետ հաղորդակցվելը։ Դառնում է ձևական, որ ծնող ունեն։ Ու իրանք էլ չեն էլ զանգում, չեն էլ հետաքրքրում, չեն էլ խոսում։ Այն մարդիկ, որ հանկարծ մոռանում են, որ աղբեր ունեն, քուր ունեն, մոռանում են, մնում է ձևական, որ ունեն։ Իրանք էլ չեն էլ զանգում, որ հետաքրքրեն ոնց ես, հալդ, քեֆդ, ինչպես է։ Հասկանում եք, ինչ է կատարվում, մարդիկ երբ որ մնում են, սենց անտարբեր, թե ում ունեն իրանց կյանքում, իրանք դադարում են հաղորդակցվելը, իրանք դադարում են գործելը, իրանք գնում են լրիվ ուրիշ ուղղությամբ, բայց այսօր ուզում եմ, որ ես ու դու շատ ուշադիր լինենք, թե մենք ում ունենք մեր կյանքում։ Այսօր խոսալու եմ Աստծո մասին, Հիսուսի մասին, թե մենք ում ունենք մեր կյանքում։ Ու հավատում եմ դա մեծ օրհնություն կլինի քեզ համար։ Ուրեմն Հովհաննեսի 5:22-ից 24 խոսքերում կարդում ենք հետևյալ ասում, որովհետև հայրը ոչ մեկին էլ չի դատում, այլ ամեն դատաստան տվա որդուն, որ ամենքը պատվեն որդուն, ինչպես որ պատվում են հորը։ Որդուն չպատվողը հորն էլ չի պատվում, որ ուղարկեց նրան։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսող եւ ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ դատաստան չի մտնելու։ Այլ մահից փոխվեցավ դեպի կյանք։ Ինչ զորավոր խոսք ասում Հիսուսը իր լսարանին 2000 տարի առաջ ու 2000 տարի հետո այս օրվա մեջ, հիմա որ մենք լսում ենք այս պատգամները։ Տեսեք, շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք, որ Հիսուսը, ում որ մենք ունենք, ամեն բան իր ձեռքում է։ Մենք պետք է իր հետ համագործակցությունը բարձրացնենք ամենաբարձր մակարդակին, որովհետև եթե արդեն իմ հաղորդակցությունը իր հետ դառնում է, ասենց ոնց որ դե ձևը գիտենք, սովորած ենք, շաբլոնի պես է դառնում, մենք կորցնում ենք կյանքի խանդավառությունը։ Մեր ծառայությունները կորցնելու են իրենց խանդավառությունը։ Մենք կարող ենք ծառայության ոչ թե խանդավառված, որ եկել ենք Տիրոջը բացահայտելու, Տիրոջը պատվելու, Տիրոջ գործել։ Մենք ընկնում ենք ծուղակները։ Այդ դեպքում գիտեք ինչ է դառնում։ Դառնում ենք մի հատ կրոնական մարդիկ։ Ձևը կա, բայց զորություն չկա։ Ինչի, որովհետև մենք մոռանում ենք ում ունենք։ Հենց մարդը մոռանում է ում ունի իր կյանքում, դժվարություն է սկսում առաջանալ։ Ուշադրություն եկեք դարձնենք, որ այստեղ Հիսուսը բարձրաձայնում է հորը, թե ինքը ում ունի։ Ինչա Հիսուսը այդքան շեշտադրում հոր մասին, որտեղ դրանով իսկ ինքը ասում է, թե ինքը ում ունի։ Նա շատ է կենտրոնացած հոր վրա։ Նա շատ է հետաքրքրված, որ հոր ուզածը բերի հասցնի մեզ յուրաքանչյուրից։ Բայց ինքը այդ ամենի մեջ երբեք չի դադարում իր այդ կենտրոնացման մասին խոսա, թե ինքը ում ունի իր կյանքում։ Ամեն տեղ ինչ որ ինքը սովորացնում է, նա շեշտում է, նա է ինձ սովորացրել, նա է ինձ այս բաները ասել, նա ամեն անգամ բարձրաձայնելով այս բանը, նա ասում է, թե ինքը ում ունի իր կյանքում։ Գիտեք, ցավոք մարդկանց մեջ մի ասենց տարօրինակ տենդենս կա, մարդիկ սկսում են սիրել կամ հիշել այն ժամանակ, երբ որ իրանց կողքի ջիգարներին կամ հարազատներին կորցնում են։ Այսի շատ տարօրինակը մարդկության մեջ
Հանձինս մեր ժողովրդի մեջ դա շատ ակնհայտ է, որ մարդը մեռնում է նոր, չես հասկանում ինչի գերեզմաններ են գեղեցկացնում, դամբարաններ են սարքում, դու ինչ գրոշ արժի է ամեն ինչը։ Սրբության վայր են սարքում, այ մարդ ապրած կենթանի ժամանակից սրբություն ցույց տայիր, այդ պատիվը կենթանի ժամանակ ցույց տայիր։ Մենք շատ բաց թեմա ունենք, մենք պետքա մեր սերը, քաղցրությունը այնպես ցույց տանք կենթանների նկատմամբ, որ երբ որ գա մի բան էլ անենք արդեն գնացածների համար, դա համահունչ լինի, բալանս ունենա, որ մարդիկ կողքից նայեն ասեն հալալա։ Գիտեք, ինքան տարօրինակ բան եմ տեսնում, որ հենց մարդիկ գերեզմանը սարքում են, բան են անում, տարօրինակ մեծամիտ մարդիկ գալիս են, մեկ էլ ասում են պատիվը բարձր պահեցիր, հալալա քեզ։ Ասում եմ Աստված իմ, ամբողջ կյանքի ընթացքում պատիվը բարձր չպահեցին, մի հատ գերեզման են սարքե, պատիվը բարձր պահեցիր։ Էդի լավ բան չի։ Ես չեմ ուզում, որ մենք մնանք այս տարօրինակ վիճակում, մենք ում ունենք, պետք է էսի պահենք, բարձրացնենք, զարգացնենք, գերազանցող վերաբերմունք ցուցաբերենք, որտեվ ում որ ունենք, սրանից շատ բան է կախված։ Նայեք, Հիսուսը ինքը այնպիսի մի բան ասում, թե ինքը ում ունի իր կյանքում։ Մի sense միտք, որ արտահայտություն, որ ես գրանցեցի իմ մոտ ինձ համար, ուզում եմ ասեմ նաև աֆորիզմի պես քեզ համար, երբ գիտակցում ես ում ունես, սկսելու ես վայելել, ճաշակել, հաղորդակցվել։ Հենց ինքը Դավիթ թագավոր դրա մասին ասում է 34-ի 8-րդ խոսքում, ասում է ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Եվ նաեւ մի հատ էլ կպցնում ասում է երանի նրան, որ ապավինում է այն մեկին, ում որ ինքը ունի։ Երանի նրան։ Երանությունը դա ամենաբարձր տիտղոսներից մեկն է, որին դու պետքա ձգտես։ Եթե դու դրան չես ձգտում, նշանակում է չես զարգանում։ Քո երանությունը քո կյանքը անդադ փոխելու է, որովհետև դու ձգտում ես այդ իրականությանը։ Տեսեք ինչ է ասում Աստծո խոսքը մեզ համար։ Հիսուսի մասին եմ խոսում ձեր հետ։ Եբրայեցիների հեղինակը շատ կարևոր հայտարարություն անում, որ մենք ունենք զարմանալի քահանայապետ։ Մենք ունենք քահանապետ։ Քահանայապետ, դա ինքը Հիսուսն է։ Պատկերացնում եք, ու տեսեք ինչ ասում Եբրայեցիների 4-ի 14-ի 15 խոսքերը։ Արդ որովհետև մեծ քահանայապետ ունենք երկնքներով անցած Աստծո որդի Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը։ Ուշադրություն դարձրեք, որ մենք ունենք, ոչ թե չունենք, ունենք։ Թեկվի կողքին ասա, ես քահանայապետ ունեմ։ Տեսեք, եթե դու ունես, պինդ բռնի այդ դավանությունը, որտեվ այդ դավանությունից կախված է քո ընթացքը խեղճ ու կրակ կլինի, թե զորությամբ կլինի։ Եթե մեկը քո մասին բարեխոսում է, դու ինչի պետքա խեղճանաս։ Քահանայապետի ծառայությունը հենց բարեխոսությունն է մեր հանդեպ, ճիշտ է։ Մենք քահանայապետ ունենք։ Հեղինակը Եբրայեցիների շատ կարևոր բան է բարձրաձայնում, ասում է, որ մենք մեծ քահանայապետ, սովորական քահանայապետ չունենք, մեծ քահանայապետ ունենք։ Ու ինքը ասում է, դրա համար պինդ բռնենք մեր դավանությունը, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված, մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Ինչքան եմ հանդիպում այս արտահայտությունը, որ Հիսուս ասում է, ես քեզ կանչել եմ, որ դու մեղքից ազատ կյանքով ապրես, իսկ մենք ընկնած ասում ենք, դե ես հո չեմ կարա Հիսուսի նման լինել։ Քեզ պետք չի Հիսուսի նման լինել, քեզ պետք է իր հետ համագործակցել։ Երբ որ դու իր հետ համագործակցում ես, քո նմանվում ես իրան։ Ամբողջ գաղտնիքը, երբ որ դու հասկանաս ում ունես, դու զորությունն ես գործի դնելու, որ մեղքի կյանքով չապրես կամ մեղքի իշխանության կամ հսկողության տակ չլինես։ Գիտեք, հեշտ է ասել, դե ես մարդ եմ։ Ինձ տպավորությունն է, որ մեկ-մեկ այս արտահայտությանը ես հանդիպում եմ, որ մարդիկ ասում են, դե սա ասել մարդ ենք, թանկագիներ, եկեք ինքնարդարությունների ծուղակով չապրենք։ Հետո ինչ որ մենք բոլորս մարդ ենք, բայց ում ունենք։ Հարցը նրանում չի, թե դու ով ես, որ մարդ ես, հարցը նրանում ում ունես, սա պետքա քո ֆոկուսը լինի, ում ունես, էսի պետքա քո մտածմունքը լինի։ Նայեք, այնքան զորավոր է, որ Հիսուս այնպիսի մեկն է, որ գիտի մեր ամեն իրավիճակները, ոնց օգնի մեզ, նա բարեխոսում է, բայց դու կպնում ես քո իրավիճակին, ոչ թե իրան, ու մնում ես քո իրավիճակի մեջ, էսի քեզի պետքա, իհարկե պետք չի,
Դու պետք է գիտակցես ում ունես, նա օգնելու կարողություն ունի, նա բարեխոսում է մեզ համար։ Եբրայեցիներ 8:1-ը ասում է հետևյալը. եւ ասածներից, հələ տեսեք, հեղինակը բովանդակություն, ասում է ասածներից բովանդակությունը սա է։ Դուրս գալիս է, որ ինքը հետևություն է բերում մեր առաջ։ Ասում է, մենք այնպիսի քահանայապետ ունենք, որ մեծափառության աթոռի աջ կողմը նստած է երկնքներում։ Մենք ունենք, ով նստած է երկնքներում։ Մենք գործ ունենք մեկի հետ, որ երկնքներում է նստած, բայց այնձև էլ չի, որ հասանելի չի քեզ։ Նա այնտեղ բարեխոսում է քեզ համար։ Նա նորից հիշատակում է, սա է իմ ասածների միտքը, բովանդակությունը, որ մենք ունենք, ոչ թե չունենք։ Մենք ունենք մեկին, որ մեզ համար կանգնած է։ Մենք չպետք է խեղճանանք մեր ինչ-որ մի իրավիճակին հանդիպելով, երբ որ բացասական բանով բարձրանում է, մենք մեկին ունենք, թանկագիններ։ Եբրայեցիների 5:8-11-ը, ասենց 8-11-ը 5-րդ գլխի, ասենց ասում է, ով է ասենց ասում, թեև որդի էր, այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Էդի ցույց է տալիս, որ մենք էլ ենք հնազանդություն սովորում դժվարությունների մեջ։ Որտեւ ինքն էլ էր որդի, բայց ինքը սովորեց, ու ինքը ցույց է տալի, որ դու էլ ես որդի, դու էլ ես սովորելու հնազանդություն։ Թեև որդի էր, բայց նա չարչարանքների մեջ հնազանդություն սովորեց, եւ երբ որ կատարվեցավ բոլոր իր հնազանդողներին համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Աստվածանից անվանվելով քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պես, որի համար շատ բան ունենք։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ։ Տեսեք հեղինակը ինչ ասում։ Ասում է, որի համար շատ բան ունենք ասելու։ Ու էսի Հիսուսի մասին է խոսում։ Ոչ թե մենակ իր արածի։ Ախր այն Հիսուսը, որ մենք ունենք, ինքը ավելին է, քան դու կարաս պատկերացնես։ Իր մասին շատ բան կա ասելու։ Հովհաննեսը մի օր տեսավ իրան հայտնության գրքում, նա հասկացավ, որ ինքը չի ճանաչում Հիսուսին։ Ինքը գիտեր Հիսուսին ինչ որ մի մակարդակում, հետո Հիսուսին իմացավ մեկ ուրիշ մակարդակում, հետո իմացավ մեկ ուրիշ մակարդակում։ Դու պետք է հաշվի նստես, թե ում ունես։ Քո ֆոկուսը չպետք է փոխես իրանց։ Գիտեք, մենք երբ ենք տկարանում, երբ որ մեր ֆոկուսը իր վրայից փոխում ենք ավելի շատ անելիքի վրա, ու մենք կայանում ենք ավելի շատ անելուց, մենք մեզի կայացած ենք զգում, երբ որ ինչ-որ բան անում ենք, մեզի լավ ենք զգում, երբ որ ինչ-որ բան անում ենք, քանց թե մենք գիտակցում ենք ում ունենք։ Այս ձեզ սպառվում է մարդը։ Իմ ու քո ամենակենտրոնական բանը սրա հետ է, որ ում ունես քո կյանքում։ Մենք մյուս կիրակի խոսանք ինչ ունենք իրանից, ու ինչի համար կանչված ենք, բայց ես ուզում եմ այսօր ֆոկուսը ձեր ուղեմ, թե ում ունենք մեր կյանքում։ Տեսեք, ինքը ասում է նրա մասին շատ բան ունենք ասելու, եւ դժվար է մեկնել անգամ, թե ով է ինքը։ Ինքը մեր փրկիչն է, մեր համար գին վճարողն է, բայց ինքը տերերի Տեր է, թագավորների թագավոր է։ Կարաս հասկանաս, որ ինքը հավիտենության հայր է։ Կարաս հասկանաս, որ ինքը խաղաղության իշխան է։ Նրա մասին ասում է շատ բան կարելի է խոսել, թեև դժվար է մեկնաբանել, թե ինքը ով է։ Եկեք մենք իրան չեժանացնենք։ Մենք իր ով լինելու մասին պետք է շատ մտածենք։ Տեսեք, շարունակությունը սենց ասում, որովհետև ասում է դժվարանում ենք ձեր հետ շատ բաներ խոսանք, որովհետև ասում է շատ դանդաղ եղակ լսելու մեջ, կամ ծանր եղակ լսելու մեջ։ Ասում է դանդաղ եք լսելու մեջ։ Գիտեք ինչ լսելու մասին է խոսքը, որ ձեր հետաքրքրությունը, եթե դանդաղում է Հիսուսի նկատմամբ, նշանակում ինչ որ մեկ ձեր հետաքրքրություն գողացել է։ Երբ որ դանդաղում եմ հետաքրքրությունը իր հանդեպ, իր ով լինելու հանդեպ իմ կյանքում, հասկանում եք այդ ժամանակ, երբ որ հանկարծ, ես գիտեք, ես վերջերս շատ եմ նկատում այդ բանը։ Երբ որ հանկարծ ես սկսում եմ մի ինչ որ բանա բացվի, ուզում եմ կիսվեմ, մեկ էլ տեսնում եմ ամեն մեկ իր հեռախոսի մեջ է, հենց այդ ծառայության ժամանակ, հենց այդ խոսքի ժամանակ, ամեն մեկը մտել է իր ձևը բռնե իբր լսում է, բայց չի լսում, որտեղ միտքը ուրիշ տեղ է, դանդաղել են լսելու մեջ։ Երբ որ դու դանդաղում ես լսելու մեջ, նշանակում է ֆոկուսդ այն ով լինելու վրայից շեղվել է, ով է քո հետ, դու պետք է հայացքդ իրանց մի ակնթարթ չկորցնես, չկտրես, քո ամեն վարքն ու բարքը գիտես կարա ցույց տա, որ դու կտրվել ես իրանից։
Գիտեք ոնց է, երբ որ քո հետաքրքրությունը չի նկատվում արդեն իր նկատմամբ, երբ որ քո հետաքրքրությունը իր գործի նկատմամբ, իր ուզածների նկատմամբ դադարում է, որ դու ապրում ես այնա որ գալիս ես, որովհետև պետքա գանք։ Չէ։ Սիրելիներ, եկեք հասկանանք իր ով լինելու ներկայությունը մեր մեջ։ Գիտեք, քահանապետ ունենք։ Այդ նույն քահանայապետը մեզ համար համ փրկիչը, համ օծյալը, համ Տերը, համ Թագավորը եւ շատ բան կարելի ասել Հիսուսի մասին, բայց եկեք շարունակենք։ Հիմա ուզում եմ մի փոքր խոսեմ հոր մասին, որ մենք հայր ունենք։ Հայր ունենք, մենակ փրկիչ չունենք, մենակ բարեխոս չունենք, մենք հայր ունենք։ Գիտեք ինչա կարևոր, որ մենք այս ունենք, շատ պինդ բռնվենք այս դավանությունից, որովհետև մենք հայր ունենք։ Գիտեք, շատերը իրանց պահում են որբերի պես։ Որբերը գիտեք երկու ձև կա որբերի։ Որբերի մի ձևը շատ ագրեսիվ է, ապստամբների պես ագրեսիվ են, սաղին կծում են, այդ իրանց ինքնապաշտպանողական մեխանիզմն է, դա որբերի ստատուսն է։ Իսկ որբերի մյուս տեսակը շատ խեղճ են, անընդհատ իրանք խուսափում են, նեղված են, հիասթափված են, հուսահատված են, մենակ են, մեկին չունեն։ Որբերի ստատուսի մասին եմ ասում։ Գիտեք, իմ հերը որ փոքր էր, շատ ասենց որբացավ, ինքը փոքր ժամանակ մի բան արեց։ Ես մի օր ապշած եմ մնացի, որ ինքը դրա մասին ասեց։ Սենց խոսում ենք, իսում ենք, սենց ասեց, ասում է, երբ որ ես 10 տարեկան էի, որ իմ մաման մահացավ, ես մնացի որբ։ Հերս ծնված օրվանից ասում ինձ թողեց։ Մերս էլ 10 տարեկանում մահացավ։ Հա ես ունեի մեծ աղբեներ։ Գոնե սրանով էի մխիթարում։ Բայց մի օր ասում կանգնեցի, ես բան մտածեցի։ Ասի տեսնես, ես իմ աղբոր կանանցից որ մեկը սիրտ ունի հոգատար իմ հանդեպ։ Ու ինչ անում։ Այդ չորփա երեխեն 10 տարեկան, այդ որբ երեխեն։ Մեկ էլ պարկած ժամանակ ձևա բռնում, որ իբր իր վրայից աջալը ընկելա, ինքն էլ քնած է։ Ու շատիր հետևում է, թե որ մի հարս իրան կծածկի։ Մեկը անցավ չծածկեց, երկրորդը անցավ, անցած կիրակի մենք լսել ենք դրա մասին։ Մեկը անցավ չծածկեց, երկրորդը անցավ չծածկեց, երրորդը եկավ տեսավ ծածկեց ու թողեց գնաց։ Ու գիտեք, այդ մեկը, այդ փոքր երեխեն, սաղ կյանքը այդ մի ընտանիքի հետ կապնված մնաց։ Ու մենք էլ չենք հասկանում, ընչենք մենք այդ ընտանիքի հետ կապնված մնացել։ Որ եթե մենք հանկարծ գյուղ էինք եթում, մեր կապվածությունը մենակ այդ մեծ հոպարի ընտանիքի հետ էր։ Ու մեկ էլ մարդիկ նեղանում են կողքից, ինչու։ Մենք էլ չէինք հասկանում ինչու։ Որտեղ պապան էր կապնված այդ մեկի հետ։ Մենք էլ պապայից սովորեցինք, նույն ձևով էլ մենք կապնված լինեինք։ Ինչու։ Որտեղ ինքը մեկին ունեցավ, մեկը կար, որ ուշադրություն ցույց տվեց, ինքը ուներ մեկին, որ հոգ տարավ այդ պահին իր համար։ Գիտեք, մենք ունենք, շատ կարևոր է, ասա հայր։ Մենք հայր ունենք, գիտեք, երբ որ մենք հայր ունենք, տեսեք Հիսուսը ինչ ուժեղ ձևով անընդհատ հիշատակում է, թե ինքը ունի։ Թանկագիններ, էսի շատ կարևոր է, որ դուք սրա հետ աշխատեք։ Մի աշխատեք ինչ չունեք, աշխատեք թե ունեք։ Որովհետև երբ որ դուք տարվում եք, թե ինչ չունեք, մոռանում եք, թե ունեք։ Ամեն հիասթափությունները մեծամասամբ բխում է, գիտեք ինչից, որ մենք այնքան կենտրոնացած ենք, ինչ չունենք, որ մեր ամեն բարգը բխում է նրանց ինչ չունենք, ու մոռանում ենք, որ կողքը մարդ ունենք, որ մեզ սիրում է, կանգնած է մեզ համար։ Տեսեք ինչ ասում Հիսուսը, 8-րդ գլուխ Հովհաննես 28-20 խոսքերը այսպես ասում։ Հիսուսն էլ ասեց նրանց, երբ որ մարդի որդին կբարձրացնեք, դա խաչելության մասին է, այն ժամանակ իմանաք, թե ես եմ եւ իմ անձից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրը, մի շեշտում է իմ հայրը, մի շեշտում է, դու անկախ կառույց չես, դու հայր ունես, որը քո հետ է, դու պետքա քո մտքի այն ոնց ասում, այն ամենավերջի ծայրով էլ չկտրվես այս իրականությունից։ Ոնց որ Հիսուսը երբեք ոչ մի հարցով չկտրվավ այս իրականությունից։ Նա ամենալուրջ տեղերում էլ ինքը ասում է իմ հայրը իմ հետ է, իմ հայրը իմ հետ է։ Հովհաննեսի 8:28-20 նշանակում ենք, ասում է ինչպես իմ հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում, եւ ինձ ուղարկող ինձ հետ է։ Ինձ ուղարկող ինձ հետ է։ Ինձ մենակ չի թողիլ հայրը, որտեվ ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Ինչ է սա նշանակում, որ երբ որ դու հաշվի ես նստում այն մեկի հետ, որ ունես, դու հաղորդակցման մեջ ես, հաղորդակցման մեջ շատ ես իմանում, ինչ է իր դուրը գալի, էդ էլ անում ես, այսինքն ունես,
ուշադրություն դարձրա, նա հայրը, նա քո մասին մտածողը, նա քեզ սիրողը, նա հետաքրքրված է քո ամեն ինչով։ Նա հետաքրքրված է, որ քո ամեն մի բնակավարի մեջ իր ձեռագիրը երևա։ Նա հետաքրքրված է, ավելին քան դու ինքդ կարաս պատկերացնես։ Ու գիտեք ինչ ենք ստե մենք տեսնում, որ Հիսուսը շատ կոնկրետ բան է բարձրացնում, նա ասում է, նա իմ հետ է, նա ինձ երբեք չի թողում։ Ինձ ուղարկողը ինձ հետ է։ Ինքը հստակ գիտեր ով է իր հետ։ Նա հստակ գիտեր ում հետ գործ ունի։ Նա հստակ գիտեր ում ունի։ Դրա համար համարձակ գործում էր։ Դրա համար ինքը համագործակցելով գործում էր, հաղորդակցվելով գործում էր, սիրելով գործում էր, հնազանդվելով գործում էր, որտեղ իր ուշադրությունը այն մեկի վրա էր ում ունի, որ իր սրտի ցանկությունը կարողանա։ Դրա համար ինքը կանգնում ասում, ես չեմ եկել իմ կամքը կատարել։ Ես եկել եմ ինձ ուղարկողի կամքը կատարել։ Պետք է այս հողի վրա դու քննես, երբ ես կտրվում Աստծուց, երբ ես կտրվում Իրանից։ Եթե ինքը հետաքրքրված չի իր կամքը կատարելու, ինքը դրա համար կպած մնացել է, որտեղ ինքը գիտեր ում ուներ, նա այս լույսով էր ապրում, ու մենք պետք է սովորենք այս բանը Իրանից։ Շատ կարևոր է։ Մենք հայր ունենք, թանկագիններ։ Հիսուսը երբ որ հարություն առավ, հարության այս իրականության մեջ աշակերտների առաջին լուրը, որ ուղարկեց, գիտեք, առաջին լուրը դա մենակ հարության վկայության լուրը չէր, նորից շեշտադրում է, որտեղ հարությունը դա լուր է, բայց հարությունը բացահայտում է ինչ-որ մեկին ում ունենք։ Ում ունենք։ Տեսեք ինչ ասում Հիսուսը, երբ որ Մարիամային ասեց գնա, Հիսուսը ինքը ուզում էր դիպչեր Հիսուսին, 20-17 խոսք Հովհաննեսի։ Հիսուսը նրան ասեց, Մարիամ, մի դիպչիր ինձ, որտեղ դեռ չեմ վեր ելել իմ հոր մոտ։ Կենտրոնացումը ում ունի։ Տեսեք հետո ինչ ասում, բայց դու գնա իմ եղբայրների մոտ։ Ստեկա ինչ որ մեկը որ եղբայրներ ունի։ Պատկերացնում եք, եթե դուք լսեք Հիսուսի տրամաբանությանը, այս խոսքի մեջ, ինքը ձեզ ուրեմն ասում է գնացեք իմ եղբայրների մոտ, որոնք ձեր եղբայրներն են։ Ու իրանց ասեք, որ ես հլնում եմ իմ հոր մոտ, մեկ էլ ձեր հոր մոտ։ Հասկանում եք ինչ զորավոր բան ասում։ Հավատացյալներ, սիրելի քույրեր, եղբայրներ, մենք պետք է հասկանանք ում ունենք, որ որփի պես չպահենք մեզ, ագրեսիվ ինքնապաշտպանվածներ, թե խեղճացած թողվածներ, մերժվածներ։ Մենք որդիներ ենք, մենք հայր ունենք, մեր ամեն խեղճությունը կամ մեր ամեն ագրեսիան այս բաներից է, երբ որ մենք մոռանում ենք ում ունենք։ Տեսեք ինչ ասում է, վեր եմ ելնում իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Հիսուսը բարձրացնում է, որ դուք հայր ունեք այսուհետ։ Հայր ունեք, թող ամեն մեկ ասա, ես հայր ունեմ։ Սա շատ կարևոր է, որ այս դավանությունը չկորցնես, պինդ բռնես այս դավանությունից, որ դու չընկնես այն ծուղակները, որ ապստամբի պես լնես, ինքնապաշտպանների պես լնես, մեծամիտների պես լնես, պետք չի։ Ինչ ունես ապացուցելու, եթե դու հայր ունես երկնային, քեզ պետք է մենակ գիտակցես ում ունես, այդ ժամանակ կյանքդ է փոխվում, խնդիրներդ են փոխվում, իրավիճակներն են փոխվում։ Ամեն։ Եկեք մի քիչ էլ խոսենք Սուրբ Հոգու մասին, որտեղ մենք Սուրբ Հոգի ունենք, անձ ունենք։ Ես այսօր խոսում եմ ում ունենք, մենք չենք խոսում ինչ ունենք, ինչ ունենալու մասին դեռ խոսանք, բայց եկեք այսօր ուշադրություն դարձնենք ում ունենք։ Գիտեք, մի հետաքրքիր բան, երբ որ մեկին հարցնում եմ, ասում եմ ընտանիք ունես, ես նկատի ունեմ ում ունի։ Բայց երբ որ ես ասում եմ տուն ունես, ես նկատի ունեմ ինչ ունի։ Ճիշտ է։ Հիմա, երբ որ մեկը մեկին հարցնում են, նստած շփվում են, հաղորդակցում են, ասում են, ինչ ունես, հեր, մեր, աղբեր, քուր ունես։ Զրույցի մեջ են ասում։ Նրանք չեն ասում տուն ունես։ Նրանք առաջի բանը բոլոր զրույցների մեջ ես նկատել եմ մեծամասամբ, երբ որ նորմալ զրույց է եթում, մարդիկ առաջի բանը ասում են, հեր, մեր, աղբեր, քուր, ում ունես։ Երբ են այդ հարցը տալու։ Երբ որ քո զրույցից քաղցր բան են ճաշակել։ Իրանք այդ հարցը տալու են, որ մի հատ ասեն շնորհակալություն են մարդուն, որ քեզ այդպես դաստիարակել է։ Էսի բնականոն զրույցների մասին եմ ասում։ Եկեք ուշադրություն դարձնենք։ Մենք Սուրբ Հոգին ունենք։ Խնդրեմ նվագողներից մեկը բարձրանա։ Հովհաննեսի 14-ի 15-18 խոսքերում գրված է ասում է, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Հիսուսը շատ կոնկրետ ասում է, սերը գործողություն է։ Մենք սերը չենք անում մենակ խոսքերով, բայց մենք նաև
Հիսուսի պատվերները, որ ասում է իրար սիրեք ինչպես ես եմ ձեզ սիրել, նշանակում է դու ել չես տարվում քո ձևին, դու Հիսուսի օրինակով։ Եթե դու նայում ես, որ դու ընկճված ես, օրինակ եմ ասում, հիասթափված ես, երեք ձախողվել ես, քո մոտ չի ստացվի ինչ-որ մի բան, Աստված քեզ պատվեր չի տվե այդտեղից դրթված որոշում կայացնես, ասես դե ես չեմ կարա էլի, որովհետև ես հիմա ընկած վիճակում եմ։ Մի որոշի քո համար պատվեր։ Ընկածին էլ է նույն պատվերը տրված։ Ընկածես կանգնի ու արա ինչ որ Տերը պատվիրել է։ Մի մնա ընկած վիճակում։ Գիտեք ինչի, եթե ընկած ես ու դու ուզում ես ընկածի հետ բռնվես, նշանակում է դու հետ քաշվողներից ես դառնալու։ Ընկել ես, բարձացի։ Խեղճացել ես, զորացի, հիշի քո դավանությունը, հիշի, որ դու պինդ պետքա բռնես, քո հույսի դավանությունը, որ դու հայր ունես, դու Սուրբ Հոգի ունես, դու Տեր ունես, դու չես կարա մնաս ինչ-որ մի մակարդակի մեջ, խեղճացած, հիասթափված կամ հուսահատված, դու պետքա բարձրանաս, դու պետքա բարձրանաս, թե չէ վտանգի տակ կդնես ում ունես, երբ որ դու համաձայնում ես քո խնդիրների հետ, դու ոնց որ ինչ-որ տեղ մերժես Հիսուսին, մոռանաս, որ ում ունես։ Հիմա ո՞նց ես մտածում։ Ուզում ես, որ քո խնդիրները անձնավորվեն քո վերաբերմունքի պատճառով, թե Հիսուսը մնա այն անձնավորված մեկը քո կյանքում։ Որոշեք ձեզ համար, խնդրում եմ, ում ունես։ Այսօր այնքան կարևոր է, որ մենք գիտակցենք, տեսեք ինչ ասում Հիսուսը։ Ասում է, եթե իմ պատվիրանները պահում եք, ինձ սիրում եք, ասում է, եւ ես հորը կաղաչեմ, ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ այդ հավիտյան։ Ճշմարտության հոգին, որ աշխարհը կարող չէ ընդունել, որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք։ Անձի մասին է խոսում, ում ունես, ճանաչի իրան, ասում է դուք նրան ճանաչում եք։ Որտեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ում ունես, Սուրբ Հոգուն ունես, Սուրբ Հոգին քո հետ է մնում, նա միշտ քո մոտ է ալնելու, ասում է ում ունես։ Նա քո մոտ է մնում, որտեվ դու ճանաչում ես իրան, որտեվ դու հաղորդակցվում ես իր հետ, դու ունես, աշխարհը չի հաղորդակցվում, քեզ մի պահի աշխարհիկների պես։ Հաղորդակցվի իր հետ, որտեվ դու ինքը քո մոտ է մնում։ Նայեք շարունակությունը ինչ ասում։ Ամենազորավոր բաներից մեկը 18-րդ խոսքն է, ասում է ձեզ որբ չեմ թողելու։ Կգամ ձեզ մոտ։ Ամեն անգամ այս խոսքերը որ կարդալուց գիտեք ինչ ենք մենք հասկանում, որ ինչ որ մի բան, որին ֆոկուսը ուզում է գողանա կամ շեղի, գիտեք ինչից է, ում լինելու վրայից է ուզում շեղի։ Ամբողջ կոնֆլիկտը, որ մեր մեջ սկսում է ակտիվանալ, երբ որ մեր ֆոկուսը նրա վրայից շեղվում է։ Գիտեք, շատերը կգան կասեն Հիսուս, ես քո համար էս արեցի։ Գիտեք պատճառը որն է, որ կարելի է շատ բան անել իրա վրա կենտրոնացած չլինելով, կարելի է շատ գործեր անել, էլի իրա վրա կենտրոնացած չլինելով, կարելի է շատ հրաշքներ անել, էլի իրա վրա կենտրոնացած չլինելով, կարելի է շատ ներդրումներ անել, էլի իրա հետ կապ չունենալով։ Սիրելիներ, ում ունես, այս այնքան կարևոր է։ Մեկ որ հանդիպում եմ մարդկանց, որ իրանց ընտանիքների անդամների մասին խոսում են, այնքան քաղցր գույներով են խոսում, այնքան բան, հասկանում ես, որ այս մարդիկ հասկանում են ում ունեն։ Երբ որ մեկը գնում արանքից, իրանք հավաքվում են, գիտեք, ոչ թե սուքը վերցնում են, նստում են, իրանք սկսում են հիշել են բոլոր լավ բաները, ինչ որ այդ մարդը իրանից ներկայացնում էր։ Երբ որ դու գնահատում ես մարդուն կենդանության ժամանակ ու գիտակցում ես, թե դու ում ունես, գիտեք, սուքը համ մեծ կարա լինի, համ շատ մխիթարվող կարա լինի։ Այս այնքան կարևոր է, բայց եկեք ուշադրություն դարձնենք։ Հիսուսը շատ կարևոր բան ասել է, որ ես ձեզ ворբ չեմ թողելու, էդի Սուրբ Հոգուն ուղարկելով մեր կյանքների մեջ կգամ ձեզ մոտ։ 16:7-ը սենց ասում, բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որտեվ եթե չգնամ մխիթարչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Նա խոսում է անձի մասին, որ դու մեկին ունես, այդ մեկը շատ թանկ մեկն է, ում ունես, այս ռայդ հաշվի նստի։ Հաշվի նստի ոչ թե գիտե իմացածով, որ սովորած ես, հաշվի նստի հաղորդակցվելով, հաշվի նստի իր այդ ժամանակ անցկացնելով, հաշվի նստի ոչ թե իր մասին սովորացնելով, հաշվի նստի իրան ճաշակելով ամեն օր, մենք երբ որ իրան դադարում ենք ճաշակել, մենք մենակ իր մասին սովորացնողներ ենք դառնում։ Այդ ժամանակ չի փոխվում կյանքը։ Միտեղ սենց բան ասեցի,
ասեցի Հիսուսի մասին խոսել եւ Հիսուսի մասին վկայելը տարբեր բաներ են։ Երբ որ իր մասին խոսում եմ, ինձ sense եմ պատասխանում։ Ես գիտեմ, դու չպետք է ասես, որովհետեւ սաղ էլ տեղյակ են, ինֆորմացված են, կարդում են, ուսումնասիրում են։ Ես առաջինը չէ, որ այդ մարդու հետ խոսացել է։ Բայց ես նկատել եմ տարբերություն, հենց ես վկայում եմ Հիսուսի մասին։ Այսքան ժամանակ չեմ լսել, որ ինձ ասեն գիտեմ։ Իրանք բերաներ բաց լսում են, գիտեք ինչի, որովհետև ես կյանք եմ փոխանցում, ես չեմ խոսում մեկի մասին։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք մեկի մասին, դադարելով իր հետ, այդ ով լինելու հետ աշխատելը, ով է ինքը, ում ունեմ ես իմ կյանքում։ Ես դառնում եմ իր մասին սովորացնող, բայց չգիտակցելով թե ում ունեմ իմ կյանքում։ Սա դժվարացնում է, թանկագիններ։ Հիսուս ասել է, որ ես մեկին կուղարկեմ, որ ձեզի օգնելու է։ Դրա համար ասում, լավ է ձեզ համար որ գնամ, որովհետև եթե չգնամ մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, 16:13-15 խոսքերը, ասում է, երբ որ ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, իսկ ճշմարտությունը մեզ ազատում է։ Մենք նույն վիճակում չենք մնում, մենք փոփոխություն ենք վերապրում։ Եթե դու գիտակցում ես, թե ում ունես, դու փոխվելու ես, որտեղ այդ ճշմարտություն քեզ ազատելու համար է, բայց երբ որ դու չես փոխվում, նույն ձևի ես մնում, այդ նշանակում է, որ դու ճշմարտության հոգու հետ չես համագործակցում։ Դու մնացել ես քո կարծրատիպի մեջ, քո ձևի մեջ, քո հասկացողության մեջ, որտեղ հնարավոր չի դու Սուրբ Հոգու հետ մոտիկ լինես ու ամեն օր չուզենաս փոխվես։ Ապաշխարություն բառը իր գեղեցկությամբ, գիտեք ինչով է պայմանավորված։ Դա մենակ մեղքերը խոստովանելու թեմա չի կամ մեղքերից դարձի գալու թեմա չի։ Դա անդադար իր պատկերին նայելով նորոգումը փոխվելա, իր փառքի նմանության կերպարանակից լինելա։ Այդ ապաշխարություն։ Թե չէ մենք վախենում ենք այդ բառից։ Ապաշխարությունը դա մենակ էլի եմ ասում, մեղքերից դարձի գալու չի։ Այդ նշանակում է, որ դու թեքվում ես դեպի Իրան ու էլ չես թեքվում Իրանից։ Այս ապաշխարությունը։ Երբ որ նայում ես Իրան, էլ չես ուզում մեկ ուրիշին տեսնես։ Երբ որ նայում ես Իրան, դու ուզում ես իր հետևից գնաս, որտեվ ինքը այն լույսն է, որ քեզ ուղղորդում ամեն ինչի մեջ։ Սա ապաշխարություն է կոչվում։ Ապաշխարությունը մի հատ մեղք խոստովանել չի։ Մենք կարանք խոստովանենք, անցնենք գնանք նորից կյանքով ապրենք։ Ապաշխարությունը իր հետ համագործակցության, նորոգման, կյանքի կոչելու թեմաներ են։ Տեսեք ինչ հետաքրքիր բան ասում։ Նա ինձ կփառավորի, որտեվ իմիցը կառնի։ Ինքը արդեն խոսում է, թե ինքը ինչ ուներ։ Նա իմիցը կառնի, դրա մասին մենք հաջորդ անգամ։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք, բայց նա ասում է ինձ կփառավորի։ Սուրբ Հոգին ասում է ինձ կփառավորի։ Գիտեք ինչ ուժեղ է, որ Սուրբ Հոգին այ նույնպես կենտրոնացած է այդ մեկի վրա, ում որ մենք ունենք։ Եթե մենք Հիսուսին ունենք, Սուրբ Հոգուն ունենք, Սուրբ Հոգին միշտ աշխատելու է քո ֆոկուսը պահելու այն մեկի վրա, ում որ դու ունես, դա Հիսուսն է, որտեվ Հիսուսն էլ կենտրոնացած է քո վրա, որտեվ ինքը քո համար բարեխոսում է։ Երբ որ դու ինչ որ մեկի համար բարեխոսում ես, այդ նշանակում է դու այդ պահին նույնացել ես Հիսուսի հետ։ Ու Հիսուսի կողքը կանգնել ես, որտեվ առաջին Հիսուսն է բարեխոսում, ոչ թե դու։ Դու ուղղակի միանում ես իր բարեխոսությանը։ Այդ էլ Աստծո արձագանքն է, առաջնորդությունն է, որ մենք տրվում ենք դրան, ծառայություն է կոչվում։ Եկեք ուշադրություն դարձնենք հրեշտակների առկայության հարցով։ Մատթեոս 18-11 խոսքերում սենց ասում։ Հիսուս տեսեք ինչ կոնտեքստի մեջ զգուշացում է տալիս։ Ասում է. զգուշ կացեք, որ այս փոքրներից մեկին չանարգեք, որտեվ ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները, այդ նշանակում է դուք հրեշտակներ ունեք, որ Աստծո երեսն է տեսնում։ Դուք ունեցող եք, ոչ թե չունեցող։ Ձեզ պետք է սրա հետ աշխատել, ձեզ պետք է այս ունեցողի, պատկերացեք հանկարծ կարդում ես, մեկ էլ ոնց։ Այսինքն Տեր դու հրեշտակներս կարգի, որ քո երեսն են տեսնում։ Իմ համար, այո, այդքանով ինքը ուշադրություն է ցուցաբերում։ Հիմա երբ որ ես ուզում եմ համեմատեմ նրա ուշադրության հետ իմ ուշադրությունը, ես ուզում եմ փոխվեմ։ Լսեցիք։ Ես չեմ ուզում համեմատեմ իմ կողքի մարդու հետ, այս մեկ ինչքան ուշադիր է, այն մեկ ինչքան ուշադիր է, այն մեկ ինչքան ուշադիր։ Ես դրանց հետ չեմ ուզում համեմատվեմ։ Իմ համար մեկը կա, որի հետ ես ուզում եմ համեմատեմ իմ ուշադրությունը, որովհետև երբ որ ես համեմատում եմ մարդու հետ, ես սկսում եմ նախանձել, բայց երբ որ ես համեմատում եմ
իր ուշադրության հետ իմ ուշադրությունը ես ուզում եմ փոխվեմ։ Երբ որ ես համեմատում եմ մարդու հետ իմ ուշադրությունը, միտեղ նախանձում եմ, միտեղ մեծամիտ եմ դառնում, հպարտանում իմ ուշադրությունը իրանց ավելի լավ է։ Ինքը անուշադիր մարդ է, ես ուշադիր մարդ եմ։ Ես ընկնում եմ գայթակղության մեջ։ Բայց երբ որ ես համեմատում եմ իր ուշադրության հետ իմ հանդեպ, ես ասում եմ, Տեր, ստե պետքա փոխվեմ։ Դու ինչ ուշադիր ես, բայց ես ոնց եմ իմ ուշադրությունը քո հանդեպ զարգացրել։ Դրա համար ինչ որտեղ կանգնում ես այդ ապաշխարության նժարի վրա, որտեղ դատապարտություն չկա, այդտեղ հարաբերություն կա, դու ասում ես, Տեր օգնի, որ ես էլ քո պես ուշադիր լինեմ քո հանդեպ։ Ոնց որ դու ես իմ հանդեպ, այդպես ես քո հանդեպ լինեմ։ Եթե մենք իր նկատմամբ այդ ունենք, այդ մեկի նկատմամբ մեր ուշադրություն զարգացնենք, ապա դա ունի իր մնացած կողմը, որ կտարածվի ուրիշների վրա։ Եթե մեր ուշադրությունը իր հանդեպ տկարանում է, ում որ մենք ունենք, մենք հետո դրսևորում ենք նաև այդ ուշադրությունը մեր կողքիների նկատմամբ։ Մենք անուշադիր ենք դառնում մեկս մյուսի նկատմամբ, պատճառը նա չի, որ մենք չենք սիրում մեկս մյուսին։ Պատճառը նա է, որ մենք մոռացել ենք ում ունենք մեր կյանքում։ Հասկանում եք, ում ուշադրությունից պետք է սնվենք։ Երբ որ հանկարծ ես տկարանում եմ այդ հարցի շուրջ, ես հասկանում եմ, որ իմ ուշադրությունը իր նկատմամբ թուլացել է, պետք է դա ուժեղացնել։ Պետք է դա ուժեղացնել։ Թանկագիններ, ուրեմն եկեք շարունակենք, մի քանի բան էլ ասեմ ու ավարտեմ։ Ինչքան ուժեղ է, որ Հիսուսը ստեղ խոսում է հրեշտակների արկայության մասին ու հետո կոնտեքստով 11 խոսքում ասենց ասում, որտեվ Մարդի որդին եկավ, որ ապրեցնե կորածին։ Խոսում է հրեշտակների մասին, որ մենք ունենք։ Ու մեկ էլ ասում է, որ Մարդի որդին եկավ, Մարդի որդին, մենք բոլորս Մարդի որդիներ ենք։ Մարդի որդին գործ ունի, ինքը պետքա գտնի ու ապրեցնի կորածին։ Աստծո սերը տենց է բացվում։ Եթե ես իր նկատմամբ ուշադիր չլնեմ, ես ուշադիր չեմ լինի կորածների նկատմամբ։ Ֆոկուսը ին վրա է գալիս։ Այդ դեպքում մենք բաց թեմա կունենանք։ Ով է քո կողքը, ուշադիր եղի այդ մեկի նկատմամբ։ Հայրը ինչ է մտածում։ Եթե հայրը մտածում է մեկին փրկի, դու էլ ես մտածելու մեկին փրկես, որտեվ դու իր մոտ եկես, իր սիրտը զգում ես, իր սիրտը ոնց է փայփայում, ոնց է ինքը սիրում քեզ, ու մեկ էլ հանկարծ հասկանում ես, ախր ոնց որ ինձ սիրում է, ուրեմն տենց ինք ուրիշներն էլ է սիրում։ Ես ինչի պետք է ուրիշ բան ազատագրեմ, ես պետք է ազատագրեմ այն ինչ որ ինքը ուզում է Հիսուսի անունով։ Գիտեք, մի պատմություն ասեմ ու ավարտեմ։ Աստվածաշնչի մեջ մենք հանդիպում ենք մի հատ պատմության, որ 38 տարի մարդը անդամալուց այդ Բեթեսդայի ավազանի մոտ ընկած էր, Հովհաննեսի 5-րդ գլխի 1-ից 5 խոսքերում, հետաքրքիր բան է նկարագրված։ Պատկերացեք, ինչքան փարիսեցիներ կային, որ տեսնում են այդ մարդուն։ Ինչքան դպիրներ կային, որ տեսնում են, ինչքան ղևտացիներ կամ քահանաներ, որ անցել են այդ տեղով, ամեն դեպքում եկել են, տեսել են։ Ու մարդիկ չեն գիտակցում ում ունեն։ Իրանք ունեն Աստծո խոսքը, բայց չեն հավատում այդ Աստծո խոսքին։ Պատկերացնում եք, ինչքան մարդ մենակ սպասում է ջրի շարժին, ջուրը շարժվավ, մարդիկ մեկ մյուսին ասենք, ով հասցնում էր, գցում էր ու բժշկվում էին։ Բայց գիտեք ինչ ինձ գրավեց այդտեղ, որ երբ որ Հիսուսը եկավ այդտեղ, տեսա, որ այդ մարդը շատ երկար էր այդտեղ նստած, անդամալուծի պես պարկած, նայեց իրան մենակ մի բան հարցրեց, գթած իրա վրա, սիրտը արձագանքեց, որ այս մարդը 30 տարի ստե պարկած է, նյուժելի մեկը չկար, որ այս մարդուն օգներ, նյուժելի մեկը չկար։ Դրա համար երբ որ իրեն ասեց, ուզում ես առողջ լինես, գիտեք այդ մարդ իրա խնդիրն ասում, մարդ չունեմ, որ ինձ օգնի, որ հասնեմ այնտեղ։ Ու մեկ էլ Տերը հետս խոսած, այս պատմություն չի նկատի ունեցել, որ այսօր կասեմ, բայց մեկ էլ Տերը խոսած, եթե դու չգիտակցես ում ունես քո կողքը, բաց ես թողելու այն մյուսը, եթե դու չհասկացար ում ունես քո կողքը, ով է քո հետ։ Մենք մարդկանցից չենք սպասում, մենք Աստծուց ենք սպասում ամեն բարի բան։ Այդ ժամանակ, եթե Աստծուց է, բժիշկը քո կողմն է ուրեմն։ Պատկերացեք, այդքան բժիշկը մոտեցել էր Հիսուսը այդ անդամալույցին, բայց ինքը դեռևս հələ մարդու վրա էր կենտրոնացած, մեկին չունեմ, մարդ չունեմ, որ ինձ օգնի։
Այդքան Հիսուսը մոտիկացած է, ում ունես։ Ու երբ որ տեսավ, չէ, այս մարդը իրականում կմնա սենց կտանջվի, կմեռնի, կգնա, Հիսուսը իր իրականությունից օգնություն արեց, որովհետև ինքը այդքան եկել էր այդ մարդուն մոտիկ։ Ու բժշկեց։ Ում ունես քո կողքի։ Եթե մարդ էլ չունես, ոնց որ այդ մարդը, գոնե Հիսուսը քո մոտնա։ Ինքը հարցնում է քեզ, ուզում ես առողջ լինես, ուզում ես փոխվես իրավիճակը։ Ինքը քո կողքն է, մի մարդուց ակնկալի, մի ուրիշ տեղ գնա, դու իմացի ով է քո կողքը, էսի քո բանալին է։ Ում ունենք, թանկագիններ, ում ունենք, ինչքան կարևոր է, որ այդ մեկի նկատմամբ ուշադիր լինենք, այնպես ինչպես ինքն է ուշադիր մեր հանդեպ։ Հիսուս այսօր ամեն մեկից հանդեպ շատ ուշադիր է, շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Ես քիչ առաջ որ Մարտինը այդ հաշարկները ասում էր, ես իմ մոտ հատուկ թվեր գրեցի։ Գիտեք որ թվերը գրեցի։ Ես գրեցի 5, 6, 7։ Ու հետո բազմապատկեցի, մեկը կազմեց 17010 դրամ, 17010, մեկը կազմեց 34020, մյուսը կազմեց 56700։ 30, 60 հարյուրապատիկ։ Ու մեկ էլ ես հատուկ էի 5, 6, 7 գրե։ Ու գիտեք, 5-րդ օրը առաջին օրհնություն ազատագրեց Աստված, 6-րդ օրը երկրորդ օրհնություն ազատագրեց, 7-րդ օրը երրորդ օրհնություն ազատագրեց։ Ու բոլոր այս օրհնությունները բազմացման հետ էր կապված։ Մեկը պետք է բազմացներ ամեն աստվածային լուրերը ու աստվածային գանձերը մեր կյանքում։ Մեկը պետք է մարդկային կյանքը շատացներ ու կենթանական աշխարհը շատացներ։ Իսկ մյուսը պետք է խաղաղությունը շատացներ։ Պետք է քո խաղաղությունը բազմապատկվի։ Եթե քո խաղաղությունը չի բազմապատկվում, դու չես հասկանում ում ունես։ Ծանր ես դառել լսելու մեջ։ Քո խաղաղությունը պետք է շատանա։ Ու գիտեք, ես այս սաղ թվերը որ ֆիքսեցի, ու մեկ էլ մի հատ ձայն լսեցի ներսիցս, հələ պատկերացու 17000 օրհնություն։ Մեկ էլ ասում է, պատկերացու 34000 օրհնություն։ Պատկերացու 56000 օրհնություն։ Կարաս էդի տեղավորես մտքիդ մեջ։ Դու պետք է գիտակցես ում ունես։ Աղար ում ունես, նա ամենի ամենն է։ Մենք այդ մեկի հետ պետք է կյանքը զարգացնենք, թանկագիներ։ Ուսով եմ ինչ-որ բան վերսեցիր քեզ համար։ Հարց տուր քեզ, ում ունես, հաշվի նստի, դավանի, պին բռնի այդ ում ունենալուց, որ դա չդառնա քո համար ինչպես ձև, որ դու ունես, դու գիտես, որ դու ունես, բայց հարցը դրա մեջ չի։ Եթե ունես, բայց այդ մեկի հետ համագործակցություն չունես, դժվարություն առաջանում իրականում։ Մենք ում ունենք, սա կյանքի հասկացողությունն է, որտեվ երբ որ դու գիտակցեցիր ում ունես, դու ձգտելու ես վայելես իրան, դու ձգտելու ես ճանաչես իրան, դու ձգտելու ես ճաշակես իրան, դու ձգտելու ես հարաբերվել իրան։ Գիտեք, այդպես է, երբ որ դու մոռանում ես ում ունես, դու դադարում ես հաղորդակցվելը։ Երբ որ դու մոռանում ես ում ունես, անգամ մարդկանց առումով եմ ասում, դու չես զանգել այդ մարդկանց, չես հետաքրքրվի այդ մարդկանցով, բայց հենց քո ներսում կենթանի ես պահում, թե դու ում ունես, դու կապի մեջ ես, դու շարժման մեջ ես, դու ակտիվության մեջ ես։ Եկեք բարձրանանք։ Տերը օրհնի։ Հավատում եմ վերսեցիր քեզ համար ինչ-որ բան։ Գիտեք, երբ որ այդ մարդուն բժշկեց Հիսուսը, ինձ այնքան զարմացնում, ախր Հիսուս, դու այնց հարց տվեցիր, բայց մարդը ուրիշ խնդիր է ասում։ Դու ասեցիր ուզում ես առողջ լինես, բժշկվես։ Ինքը իր խնդիրն է ասում, որ մարդ չունե։ Հիսուսը գիտի քո խնդիրները։ Դու արձագանքի Հիսուսի կանչին, արձագանքի Հիսուսի ուզածին։ Հալելույա։ Գիտեք, մի լավ բան եմ ուզում ասեմ։ Առակացի 7-ի 4-րդ խոսքը այսպես ասում։ Ասում է իմաստությանը ասիր իմ քույր, հանճարին ծանոթ կանչիր։ Երկու բան, որ ես տեսնում եմ, որ պետք է մենք անձնավորենք մեզ համար։ Անձնավորենք, անձի ստատուս տանք։ Էդի իմաստությունն է, էդի հանճարն է։ Եթե դու անձնավորում ես ուղիղ մարդկանց պես, որովհետև երբ որ ինքը ասում է քույրի պես կանչի, այդ նշանակում է օգնություն է դա։ Իմաստությունը օգնություն է, բայց անձնավորի իրան, որովհետև դու ունես Աստծո իմաստությունը քո ներսում, բայց հաճախակի չես անձնավորում։ Մտածում ես դե էդի ինչ է, էդի ինչ չի, էդի անձ է։
Եթե հեղինակը Սողոմոնը ինքը անձնավորման ստատուս է տալիս իմաստությանը, ուրեմն մենք չենք կարող իմաստությունը, որ մենք ունենք, իրան մատերիարանքով նայենք, կամ ինչպես ինչ նայենք, նա անձա, իր հետ գործ է պետք անել, նա օգնության համար է քո կողքին։ Իսկ հանճար ասում է ծանոթ, կաստ ինչ որ մեկը որ ծանոթներ ունի, տարբեր տեղերում ծանոթներ ունի, որ կարա քեզի օգնի, որ կարա զանգես ինքը քեզ ինչ որ հարցում օգնի։ Անձը ասում է հանճարին ծանոթ կանչի, դու զարմանալի մեկին ունես, դա հանճարի հոգին է, դա անձը, մենք այդ անձի հետ գործ ունենք, եկեք կարևորենք ում ունենք։ Խնդրում եմ, եկեք բարձրացնենք մեր ձեռքերը։ Հիսուսը ստեղ ներկա է զարմանալի։ Պետք է ներկա ալներ, որտեղ իր մասին ենք խոսում։ Դրա համար եկեք հիմա պատվենք իրան։ Ուզում եմ, որ դու հենց հիմա խոսաս իր հետ, կարևորես իրան, որ ում ունես քո համար, ում ունես քո կյանքում։ Այս այնքան թանկ բան է, Հիսուսը երբեք չվրիպեց, երբեք չշեղվեց, ինքը երբեք բաց չթողեց ամեն մի առիթը, այս գիտակցությունը, թե ինքը ում ունի իր կյանքում։ Գիտեք, վախերն էին հեռանում, տագնապներն են հեռանում, ցավերն ու հիվանդություններն են հեռանում, երբ որ դու գիտակցում ես ում ունես, անհանգստություններն են հեռանում, երբ որ գիտակցում ես ում ունես, նա լույս է խավարի մեջ, խավարն է հեռանում, երբ որ գիտակցում ես ում ունես, քո ամեն անհանգստությունները փոխվում են խաղաղության, որովհետև դու խաղաղության իշխանին ունես, նա քո մեջ է, դու բարեխոս ունես, դու իրականում երկնքում մեկին ունես, որ քո համար կանգնած է, բարեխոսումը հավիտենական նշանակությամբ, մեր հասկացողությամբ թող գիշեր ցերեկ լինի, դու մեկին ունես, որ երբեք չի դադարում, նա ֆիզիկական կառույց չի այլևս, որ հոգնի, նա հոգնածություն չունի, Աստծո խոսքը ասում է, որ բոլորս հոգնում ենք, բայց նրան ապավինողները օր-օրին նորոգվում են, ինչ զարմանալի մեկին ունենք, որի շնորհիվ մենք կարանք նորոգվենք ուժով, կարողությունով, զորությունով, եկեք պատվենք իրան իրականում, եկեք պատվենք իրան։ Սոնա ջան, մի երկ վերցրեք։ Հիսուս, մենք շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալություն ենք հայտնում, որ դու իրականում ներկա ես, որ դու բացվում ես, որ դու խոսում ես մարդկանց սրտերի հետ։ Շնորհակալություն ենք հայտնում, որ դու տալիս ես այս գիտակցությունը, թող քո Սուրբ Հոգով կենթանանա ամեն մեկի ներսում, թող քո հայտնության զորությունը վերցնի ամեն մեկի սիրտը, որ ամեն մեկը վերապրի այդ քաղցրությունը, լցվի, նորոգվի, բարձրանա ուժով, որովհետև իրականում երբ որ գիտակցում ենք մենք ում ունենք, վախերն են հեռանում, երբ որ մենք գիտակցում ունենք ում ունենք, ամեն տանջանք ինչքան էլ երկար նա հեռանում է մեզանից։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու հենց այդպիսին ես մեր կյանքում, դու երկնքի ու երկրի տիրակալն ես եւ դու մեր մեջ ես, մենք քեզ ունենք ու թող քո իրականությունը ողողվի մեր սրտերը, ողողվի մեր տները, մեր կյանքերը, որ մեր ամեն մեկս գիտակցենք ու ճաշակենք ու ըմբռնենք եւ առիթը բաց չթողենք, որ չլինի ունենք քեզ, բայց քեզանց կտրված կյանքով ապրում ենք։ Օգնի, որ մենք չմոռանանք ում ունենք, օգնի, որ մենք համագործակցենք այդ իրականության հետ, որտեղ այնքան կյանք, որ դու ունես քո մեջ, դա թող իրականում պարապ չմնա մեր մեջ։ Տեր օգնի, որ մենք դա ճաշակենք, որ մենք դա վայելենք, որ դրա մեջ հաստատվենք, զարգանանք, բարձրանանք եւ այդ գիտակցությունը բաց չթողենք, որ դրա մեջ նորոգվենք ու բարձրանանք։ Շնորհակալ ենք, որ դու տալիս ես այս օգնությունը մեր յուրաքանչյուրիս, որ մենք գիտակցենք, թե ում ունենք եւ ինչ իրականությամբ ես դու կանչեմ մեզ ապրելու, թող մեր իրականությունը գերազանցվի քո իրականությունով, ով Սուրբ Աստված, թող մեր ամեն հանգամանքները, դժվարությունները, խնդիրները խոնարհվեն քո իրականության առաջ։ Խոնարհվեն, որովհետև մենք քեզ ունենք, Հիսուս, որովհետև առաջինը դու մեզ սիրեցիր եւ մեզ գտար եւ ապրեցրեցիր, ու մենք այսօր կարանք կանգնենք, որ ես Աստծուն ունեմ իմ սրտում, որ ես Հիսուսին ունեմ իմ կյանքում, որ ես երկնքի ու երկրի տիրակալին ունեմ իմ կյանքում, ես հայր ունեմ իմ կյանքում, փրկիչ ունեմ իմ կյանքում, Տեր ունեմ իմ կյանքում, բժիշկ ունեմ իմ կյանքում, իմաստություն ունեմ իմ կյանքում, քո Սուրբ Հոգին ունեմ, օգնություն ունեմ ու մխիթարություն ունեմ իմ կյանքում։ Օ Տեր, օրհնում ենք քեզ ու փառաբանում ենք քեզ։ Թող այս օգնությունը հենց հիմա ողողի, թող ամեն մի օտար մտքերը հեռանան, թող ամեն մի մենակության գաղափարը, հասկացողությունը, ամեն մի այդ կողոպուտը դաթարի յուրաքանչյուր ներսում, թող ամեն մեկը բարձրանա այդ գիտակցությամբ, որ ինքը մենակ չի, որ
իր հետ լինողները միշտ ավելի շատ են։ Օ Սուրբ Աստված, քո խոսքը ասում է, որ մեր հետ լինողները ավելի շատ են, քան տես աշխարհում լինողները։ Օ Սուրբ Աստված, մենք օրհնում ենք յուրաքանչյուրի միտքը, որ բացվի տեսնելու, որ ինքը մենակ չի, որ ինքը առանց քեզ չի, որ քո հետ է, որ քո զորությունը յուրաքանչյուրի հետ է։ Օրհնում ենք ու արձակում ենք այդ օգնությունը ամեն մեկի ընթացքի մեջ, ամեն մեկի կյանքի մեջ, Հիսուսի զորավոր անունով, եւ թող ամեն մի սուտ միտքը պապանձված լինի, թող ամեն մի խեղճության միտքը պապանձված լինի, թող ամեն մի խապկանք, ամեն կողոպոտի միտքը խափանված լինի յուրաքանչյուրի կյանքում, Հիսուսի զորավոր անունով, օրհնում ենք քեզ, փառաբանում ենք քեզ։